Մոսկվայի հայկական թատրոնն իր 24-րդ թատերաշրջանը բացում է Ալավերդիում թատերական լոռի միջազգային փառատոնի շրջանակում։ Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը հանդիսատեսին ներկայացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ով իր հերթին չափազանց կարևորեց փառատոնի դերն ու նշանակությունը։ Մոսկվայի հայկական թատրոնն արդեն փառատոնի լավագույն բարեկամն է ու հայ եւ ռուս դերասաններն ամեն տարի սպասում են Հայաստան այցին։ Մենք ձեզ ենք ներկայացնելու Մոսկվայի Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող հայկական թատրոնի ներկայացումը, որը հայերեն չէ, ռուսերեն, քանի որ դերասանների մի մասը ռուսներ են, մի մասը հայեր, ասեմ, որ ռուսական կինոյի հայտնի դերասաններ են այսօր խաղում ներկայացման մեջ, եւ հայազգի, եւ ռուս, որոնց գուցե ճանաչեք տարբեր ֆիլմերից։ Մոսկվան, որը նորություն չէ, որ աշխարհիս ամենահզոր թատերական քաղաքն է։ Դրանից հզոր թատերական քաղաք աշխարհում ոչ մի քաղաք չկարի դրա կողքին դնել։ Այդ մի քաղաքում գործում է 220 թատրոն, որից 90-ը պետական ստատուսով, բյուջետային։ Մոսկվայի հայկական թատրոնը Սովետի քարոզությունից հետո միակ ազգային թատրոնն է, որ բացվեց Մոսկվայում։ Այնտեղ գործում է ևս երկու ազգային թատրոն՝ հրեաների եւ ցիգանների։ Բայց Մոսկվայի հայկական թատրոնը միակ թատրոնն է, որը խաղում է եւ հայերեն, եւ ռուսերեն, եւ կան ներկայացումներ օրիգինալով։ Թատերական լոռին ընդգրկում է ներկայացումներ, որոնք արտացոլում են ժամանակակից թատերական ուղղությունները, համամարտկային խնդիրներն ու վերջապես ազգային առանձնահատկությունները։ Լուիս Մարի գովք ուրախության, սա է ներկայացման անվանումը, որը կատակերգություն չէ, թեև այստեղ իսկապես շատ բան կա, որ ժպիտ է առաջացնում։ Սա ողբերգություն էլ չէ, թեև կա այնպիսի ցավ, որի վրա կարելի է լաց լինել։ Գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ Փոքրիկ հայ աղջիկը Լուիս Մարին, որ նշանակում է լույս, կորցնելով հարազատներին տեղափոխվում է հեռավոր մի երկիր, հարուստ մորաքրոջ մոտ։ Օտար մի փոքր քաղաքում նա ոչ ոքի պետք չէ, ոչ ոք հետաքրքրված չէ նրանով, նույնիսկ իր ազգականը։ Բայց նրա սիրտը լի է մարդկային սիրով, ինքն է պատրաստ շրջապատին բարություն եւ սիրո դասեր տալու, կարող է սիրել բոլորին եւ օգնության հասնել յուրաքանչյուրի։ Անցյալ տարի բերել են Չեխով, քանի որ ռուսական դասական գրականության նվիրված փառատոնը Չեխովին բերել առաջարկություն պիեսը, իսկ այս տարի Լուիս Մարի Օդակրադստի Լուիս Մարի գովք ուրախության այս գործը սա պիես չի, սա վեպ է, որը գրել է Էլինոր Պորտերը, ամերիկացի գրող 20-րդ դարի սկզբին դասական գրականության ներկայացուցիչ։ Միջալյուց ասեն ձեզ, որ ցավոք սրտի միայն Ռուսաստանում եւ Հայաստանում այսինքն սովետական միության տերիտորիայում մի քիչ անծանոթ են այս գործին, բայց ի զարմանս բոլորիս Հոլիվուդում 4 ֆիլմ է նկարվել տարբեր, Գերմանիայում 2 ֆիլմ, Ճապոնիայում 2 ֆիլմ, Չինաստանում 1 ֆիլմ, Հնդկաստանում 4 ֆիլմ եւ այսպես տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում անդադ վերադառնում են այս, որտեվ թեման շատ հետաքրքիր է, հիմնված է հին չինական, հնդկական եւ պարսկական փիլիսոփայությանը վրա, որովհետև այստեղ շատ հետաքրքիր բալանիներ է առաջարկվում, ինչպես է պետք ապրել եւ ինչպես է ճիշտ ապրել։ Շատ շնորհակալ եմ պարոն Հրաչյա Պապինյանին, որովհետև հզոր աշխատանք է սա, այսպիսի դաժան օրեր, այսպիսի հեքիաթ պարգևել ժողովրդին, սա հերոսություն է։ Շնորհակալություն փառատոնի բոլոր սկսած քաղաքապետարանից վերջացած կազմակերպիչներով։ Ներկայացման մեջ խաղում են Մոսկվայի հայկական թատրոնի առաջատար դերասաններն, այդ թվում ռուսական հայտնի ֆիլմերի ու սերիալների սիրված ու ճանաչված դերասաններ։ Գլխավոր դերակատարի Լուիս Մարիի դերը խաղում է Զիտա Բադալյանը։ Ինչպես միշտ հանդիսատեսը շատ բարի, շատ ջերմ ընդունեց մեզ եւ շատ ուրախ ենք, որ նոր ներկայացում ենք բերել, երկրորդ անգամ ենք արդեն լոռի թատերական լոռիում մասնակցում։ Մեզ համար դա շատ ուրախություն է եւ մենք մեր 24-րդ թատերական շրջանը բացեցինք Հայաստանում լոռիում ու դա մեզ համար շատ մեծ ուրախություն է։ Ինչպես միշտ շատ զգացված ենք եւ մասնակցելու մոմենտով եւ կազմակերպիչների
շնորհիվ, որ այս ամեն ինչը ստացվեց, մենք իրենց շատ շնորհակալ ենք։ Նույնպես հանդիսատեսին, շատ սիրում ենք ձեր հանդիսատեսին։ Ինչպես ասացինք, Մոսկվայի հայկական թատրոնի դերասաններից շատերը ռուսական թատերաշխարհի ու կինոարտադրության հայտնի աստղեր են, որոնք Հայաստանում են թատերական լոռի փառատոնի շնորհիվ ու չափազանց տպավորված են։ Շատերի համար Հայաստան այցելությունը եղել է երազանք, որն էլ իրականություն է դարձել այս փառատոնի шнурхив. Во-первых, замечательные условия проживания, скажу, по еде, все шикарно, свежее, вообще, я в восторге. И скажу еще, что я когда вот шел вот здесь, вот в театр, это же, во-первых, новое здание, тоже классно, мне очень понравилось, акустика здесь очень хорошая, и здесь, в общем, и я когда сюда шел, я вот увидел, вот там делают дорогу, где, и там вот водичка, горы, домики сверху, я вот смотрю, и как 3D вот эта картинка, которая переливается, я вот на нее смотрю, и думаю, вау, классно. И поэтому некоторые, как говорят, что вдохновение, там ищут стихи, кто-то хочет писать. Я этого не понимал, потому что я еще вот приехал только, я приехал сюда спектакль играть, и вот я когда шел, вот прогулялся, я это увидел, вот это зеркально, как это живая вот эта картинка, она в голове сразу впечатлилась. Вот. Так что, как говорится, я в Московском армянском театре давно, а в Армении вот ни разу не был и увидел. И у меня мечта есть побывать в Ереване. Վիտալին բավականին ճանաչված կինոդերասան է Ռուսաստանում, նրանից ետ չի մնում նաև մեր հայրենակիցը։ В Армении я был 30 лет назад последний раз. Да, я был только в детстве, у меня здесь бабушка и дедушка, я Харклахский. Да, и после этого как-то не получалось приезжать, и наконец-то я приехал, причем со спектаклем, как актер, это очень приятно. Красота, не налюбоваться. Вы все, наверное, уже привыкли, ходите, на это внимание обращаете, а я вот так вот хожу. Вот так вот хожу. Вот, очень красиво, очень понравилось. Надеюсь, буду приезжать сюда в следующий раз почаще. Արարատն ավելի քան 40 ֆիլմում է նկարահանվել, ատլետիկ կազմվածքի պատճառով հիմնականում խաղացել է արի ու համարձակ տղաների դերեր, չշրջանցելով նաև բացասական հերոսների մարմնավորելը։ Հենց նման հնարավորությունների պատճառով էլ դարձել է սիրելի։ Վերադառնանք ներկայացմանը եւ Մոսկվայի հայկական թատրոնին։ Այս ներկայացումը Մոսկվայի հայկական թատրոնի ամենաբարի ու ամենակենսախինդ ներկայացումներից է ու հանդիսատեսի կողմից սիրված ու ընդունված, եւ այն միանգամից գրավեց նաև թատերասերալավերցիներին։ Լուիս Մարիի մորաքրոջ Միս Մարիի դերում խաղում է Սոֆիա Թորոսյանը, ով փառատոնին մասնակցում է առաջին անգամ։ Թատերարվեստի մայրաքաղաքում շատ բան տեսած մոսկվայաբնակի կարծիքով անկրկնելի թատերական հանդիսատես կա Ալավերդիում։ Знаете, зритель это просто такое чудо какое-то у вас, потому что такого душевного, такого сердечного, открытого, это большая редкость. Чтобы вот так вот. Обычно люди, они более внутри у них все происходит, а у вас очень, очень радужный, очень открытый и чудесный зритель. Спасибо вам огромное. Ներկայացման մեջ ներգրավված 3 դերասանուհիները հայուհիներ են, նրանցից Այդա Աղաբեկյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, Վանաձորում, սակայն տեղափոխվել է Ռուսաստան ու այս տարիների ընթացքում առիթ չի ունեցել լինելու իր ծննդավայրում։ Փառատոնի շրջանակում Մոսկվայի հայկական թատրոնն այս ներկայացումը խաղացել է նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի բեմում, որն անչափ ուզել է դերասանուհուն։ Я была маленькая, когда я уехала из Кировакана, ныне это Ванадзор. И с моей бабушкой мы ходили по театрам. Это театр кукол, театр имени Абеляна. И я несколько раз аж смотрела одни и те же постановки. Моя бабушка была медицинским работником, но она была прям театралом. И мы ходили по всем постановкам. И с тех пор я не возвращалась в Кировакан. Так случилось, потому что у меня никого не было. Если я приезжала, то в Ереван к братьям. И сейчас, получается, я приехала в театр, но уже по другую сторону от зрителя, и это были очень волнительные моменты, потому что вчера я стояла на сцене, я смотрела на зрительный зал и понимала, что я даже нашла место, где мы с бабушкой сидели, одна постановка была, я такая, ба, ну пойдем, ну я маленькая была, такая, ба, ну пойдем. Она такая, нельзя выходить, в культуре там приучала. В моей семье принято, что моя бабушка привела во мне вот этот вкус театра. Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները հաճելիորեն զարմացած են, որ Հայաստանի հեռավոր ու փոքր քաղաքում նման փառատոն է գործում եւ արվեստի շունչը պահում։ Տպավորված էր նաեւ հանդիսատեսը, որ 120 րոպե տևողությամբ ներկայացումը վայելեց մեկ շնչով ու հեռացավ դրական լիցքերով։
Շատ հաճելի է, շատ լավ է, որ մեր քաղաքում նման փառատոն է տեղի ունենում։ Մենք էլ աշխատում ենք հաճախակի ներկա լինել։ Այսօր աշակերտների հետ միասին ենք եկել։ Շատ այսօրվա ներկայացումն էլ ինչպես նախորդները շատ լավն էր։ Բարի երթ ենք ցանկանում ու ցանկանում ենք, որ նման փառատոններ հաճախակի լինեն։ Քանի որ թատերական լորին միջազգային է դարձել արդեն, տարիներ շարունակ ռուսական թատրոններ են ներկայացվել Մոսկվայից, Չեխովից, տարբեր Վլադիկավկազից, Դագստանից եւ այլն։ Արդեն մենք պահանջարկ ենք զգում, որ առանց այդ թատերախմբերի մեր փառատոնը կայացած չի կարելի համարել։ Հաճելի է շատ, երբ որ Մոսկվայում իմանում ես հայկական թատրոն կա եւ նա գոյատևում է եւ այսօր Ալավերդիում նրանք շատ գեղեցիկ ներկայացում են ցուցադրում, որի գաղափարն է նայել կյանքին բարի աչքերով, դրական էմոցիաներով։ Ուղղակի հիացմունք ապրեցինք, շնորհակալություն Ալավերդու ղեկավարությանը, կուլտուրայի տան ադմինիստրացիային, ժողովրդին, բոլորին եւ ի ուրախություն մեր Ալավերդու ժողովրդին, որ այսպիսի հաճելի անակնկալներ են պարգևում մեզ։ Փառատոնի հաջորդ օրը կրկին ռուսական թատրոնի օր էր եւ բեմում էին արդեն Մոսկվայի Չելովեկ պետական դրամատիկական թատրոնի դերասանները։ Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նախ մի փոքր պատմական անդրադարձ կատարեց հեղինակավոր թատրոնի ստեղծման պատմությանը, նշելով, որ այն հիմնադրվել է 1976 թվականին։ Թատրոնի տնօրենն իր հերթին կարևորեց Ալավերդի քաղաքի դերը մեր երկրում որպես զբոսաշրջային ու մշակութային քաղաք։ Я очень рад прекрасному этому городу. К сожалению, мы второй день, но успели что-то посмотреть. Хочу пожелать вашему городу развиваться, чтобы он действительно стал бы туристическим объектом. И я думаю, что фестиваль Лори к этому прикладывает и приложит еще много сил и усилий, чтобы этот город развивался бы и как культурная столица, вот, фестивальная, так скажем. И хочу поблагодарить руководителя проекта фестиваля и организаторов, которые нас сюда сегодня приняли. Շնչիր այս ներկայացումն է մասնակցում թատերական լորի միջազգային փառատոնին։ Ներկայացումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թատրոնի աշխարհով ու բեմի մոգությամբ։ Ռեժիսորը Ելենա Օլինինան է։ Պատմության մեջ ներկայացված է թատերական ընտանիքի հավաքական մի կերպար կենցաղային իրավիճակների մեջ, սենտիմենտալ պատմություն մարող դերասանական դինաստիայի մասին։ Да, врачи смеялись, о, артистка пришла рожать с маникюром, с педикюром, накрашена вся, в прическе как на свадьбе. Մայր եւ որդի ապրում են անվերջանալի զրույցներով թատրոնի մասին, տնային փորձերով, պիեսների ուսումնասիրությամբ։ Իրականությունն աննկատ ձուլվում է արվեստի հետ, կենցաղը տարալուծվում ստեղծագործության մեջ, իսկ հերոսները դառնում են իրենց իսկ պատրանքների գերիներն ու զոհերը։ Ամբողջ ներկայացումը կարելի է ասել երկու տաղանդավոր դերասանների Տատյանա Իվանովսկայայի եւ Ալեքսանդր Սոկալովսկու անզուգական խաղն է։ Շնչիր ներկայացումը տպավորիչ արձագանք ստացավ ալավերցի թատերասեր հանդիսատեսի կողմից շնորհիվ նրա, որ բեմում տիրում էր անկեղծություն, իսկ դերասանների հուզիչ ապրումներով խաղը անմիջապես արձագանք գտավ դահլիճում, իսկ կենդանի երաժշտության ուղեկցությունը վերածեցին ներկայացումը իսկական թատերական տոնի։
Թատերական լոռի փառատոնի ու ալավերցիների հյուրընկալությունից ոգևորված ու չափազանց հուզված էին նաև դերասանները։ Տատյանա Իվանովսկայան նույնպես հայ հանդիսատեսին ծանոթ բազմաթիվ կինոֆիլմերում է նկարահանվել, մարմնավորել սիրելի կերպարներ, այնքան որ հեռուստաընկերության տեսանյութերի տակ Ռուսաստանաբնակ հայեր երանի են տալիս նրանց, ովքեր նրա խաղը տեսնում են հայրենի քաղաքում։ Вообще благодарность, что нас пригласили на этот фестиваль, потому что очень нужно нашим людям общаться. Ничего хорошего, когда идет разрыв, никогда ничего хорошего из этого не получается. Слава Богу, что есть люди, которые заинтересованы стоять друг другу лицом, когда, ну, в общем, и нам надо стремиться понять другую культуру, и другим народам надо. И тогда, мне кажется, все будет значительно ближе, теплее. И так в мире достаточно, уже, правда, достаточно, чтобы страшно не было за детей, за своих, в каком мире они дальше будут жить. Большое вам спасибо хочу всем сказать за организацию, за участие во всех процессах. От того, куда нам направиться, все подскажут, все расскажут, где что повесить, где какой реквизит. Настолько гостеприимная, радушная встреча была. Мы очень впечатлены, вся труппа, все, без исключения, под большим впечатлением. И от природы вашей, и от вашей души, которая вы с распростертыми объятиями нас встретили. Большое вам спасибо. От всего театра «Человек», от меня лично. Мне очень понравилось. Я первый раз в Армении, первый раз на фестивале, с большими впечатлениями и с багажом уезжаю обратно. Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Ելենա Օլենինան թատերական լոռի փառատոնին ստացած խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրն իր ստացած ամենակարևոր մրցանակներից է համարում։ Նա անչափ տպավորվել է, երբ իմացել է, որ այս փառատոնն ավելի հին է, քան ռուսական հեղինակավոր շատ թատրոններ, ուստի կարծում է, որ թատերական լոռի միջազգային այս փառատոնի մասին պետք է իմանան ամենուր ու այն ավելի լայն աշխարհագրություն ընդգրկի։ Я считаю, что только сохраняя культуру, можно как-то обогатиться душой. Если мы занимаемся культурой, у нас нет времени, нет возможности заниматься какими-то глупостями. Если человек понимает, что воспитание, культура, искусство – это то, что вечно, всегда и везде, как любовь, она безгранична. Никаких границ не будет, никаких не будет ни препон, ни препятствий, ни войн, ничего не будет. Самое главное – это думать, наверное, о душе и о том, что культура нас развивает душу. Поэтому этот фестиваль лично для меня, он не просто один из старейших фестивалей, он почти ровесник театру «Человек». Это фестиваль, который воспитывает новое поколение, а за ними будущее. И если этот фестиваль нужно сохранять, мне кажется, его надо приумножать, о нем нужно везде рассказывать, его надо сеть делать, знаете, к лоре, чтобы переходил во все, я не знаю, кусочки планеты, просто везде, потому что только, мы все люди театра. Мы живем театром, нас театр объединяет, поэтому, конечно же, мы понимаем, что человек, придя в театр, он, может быть, как-то захочет по-другому переоценить свою жизнь. Может быть, где-то подумает о том, что надо бережнее относиться к людям, душевнее. Ну и мир будет чище, лучше, интереснее. Поэтому, конечно, я желаю этому фестивалю огромной географии, чтобы сюда приезжали, правда, это какое-то уникальное событие. Нет, это не событие, это уникальное явление в культуре планеты. Ներկայացումը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև արվեստի միավորող ուժ երկու երկրների միջև։ Իսկ անմոռանալի երեկոն հաստատեց, որ թատրոնն անգամ այս դժվարին ժամանակներում շարունակում է խոսել մարդու հոգու հետ, հուզել ու ստիպել մտորել։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարայց 3 հեռուստաընկերության համար։